Եկեք պատրաստենք բրոկոլիով և կաղամբով շատ համեղ, հագեցնող և վիտամիններով հարուստ աղցան, որը ընդամենը պատրաստվում է 10 րոպեում։ Երբեմն ամենապարզ բաղադրիչներից ստացվում են ամենատպավորիչ համերը։ Այս աղցանը ոչ միայն գույների հրավառություն է, այլ վիտամինների մի ամբողջ փունջ։ Բրոկոլիի խրխրթանությունը, կաղամբի թարմությունն ու գազարի քաղցությունը միասին ստեղծում են մի ամբողջ համերի փունջ։ Բրոկոլին բաժանում ենք բույլերի, որից հետո լվանում ենք և վրան լցնում ենք եռացրած ջուրը, ծածկում ենք և դնում մի կողմ։ Այդպես պահպանվում են վիտամինները և օգտակար հատկությունները։ Այս տարբերակով բրոկոլին լինում է ավելի խրխրթան և պահպանում է իր թարմությունը։ Բրոկոլին դնում ենք մի կողմ և կտրատում ենք մնացած բաղադրիչները։ Կաղամբը կտրատում ենք հնարավորինս բարակ և երկարավուն։ Բաղադրիչների հստակ չափերը գրված կլինի նկարագրության բաժնում։ Հարգելիներս, եթե նոր եք միացել իմ ալիքին կամ դիտում եք առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակին, որպեսզի բաց չթողնեք իմ հետագա համեղ, տարբերվող և մատչելի բաղադրատոմսերը։ Իմ ալիքում կան նաև բրոկոլիով տարբեր աղցանների բաղադրատոմսեր։ Հղումը կթողնեմ նկարագրության բաժնում։ Գազան անցկացնում ենք կորեական աղցանի համար նախատեսված քերիչով։ Բրոկոլին ջրքամում ենք և մի փոքր մանրեցնում ենք։ Կարող եք նաև մի փոքր ավելի խոշոր թողնել, արեք այնպես, ինչպես ձեզ հարմար է։ Բրոկոլին հակաօքսիդանտների հզոր աղբյուր է, որը չի առաջացնում ծանրության զգացում, շատ թեթև է և իդեալական տարբերակ է երեկոյան ընթրիքի համար։ Աղցանի համար մեզ պետք է նաև մաղադանուց, կտրատում ենք և ավելացնում ենք աղցանամանի մեջ։ Աղցանի համար պատրաստում ենք թանձրուկ, որի համար մեզ պետք է կիտրոնի հյութ, ձիթայուղ, սխտոր, աղ, սև պղպեղ և մի փոքր մանանեխ։ Բոլորը միասին խառնում ենք և ավելացնում ենք աղցանի վրա։ Այս աղցանը կարող եք նաև պատրաստել մայոնեզով և թթվասերով։ Թանձրուկը ավելացնում ենք աղցանի վրա և լավ խառնում ենք։ Աղցանին ավելի թարմություն հաղորդելու համար ավելացրել եմ նաև վարունգ։ Սա պարտադիր չէ, կարող եք չավելացնել, բայց այսպես շատ համեղ ստացվեց։ Եվս մեկ անգամ աղցանը լավ խառնում ենք, և արդեն մեր համեղ, գունեղ և վիտամիններով հարուստ աղցանը պատրաստ է։ Առողջ սնունդը կարող է լինել ոչ միայն հաճելի, այլ անչափ համեղ։ Պատրաստեք սիրով և եղեք առողջ։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք այսօրվա պատրաստած տեսանյութը, իսկ դուք կարող եք մեկնաբանության բաժնում գրել ձեր նախընտրելի աղցանի բաղադրատոմսը, ես սիրով կընթերցեմ։